191 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Նախ ասեմ, որ սա մեր վերջին թողարկումն է, մենք որոշեցինք որոշակի դադար վերցնել, փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում երկրում, դեպի ուր է շարժվում Հայաստանը եւ բնականաբար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում հետևել են մեզ, դիտել են մեզ, աջակցել են մեզ, այդ թվում նաեւ իրենց խորհուրդներով, մեկնաբանություններով, նույնիսկ այն դեպքերում, երբ այդ մեկնաբանությունները մեզ համար ականջահաճո չէին, դրանք նույնպես մեզ շատ օգնել են, դրա համար շնորհակալ ենք, հասկանալի է, որ եթե իրադարձությունները ինչ-որ բուռն զարգացումներ ունենան, մենք մեր հաղորդակցությունը վերականգնելու ինչ-որ ձևեր երևի կգտնենք։ Իսկ առայժմ փորձեմ ամփոփել այս իրավիճակը հետընտրական, որի հանգուցալուծումը դեռ չի երևում եւ կարելի է արձանագրել, որ մենք հունիսի 7-ի ընտրություններով ականատես եղանք հերթական շրջափուլի ավարտին եւ խոսքը առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության հերթական տրանսֆորմացիայի մասին է։ Այդ անցած տարիների ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է մարդը հայտարարում է, որ Արցախը Հայաստանի է վերջ, հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է եւ վերջ բարձ ասած։ Տեսել ենք, թե ինչպես է մարդը, որ հայտարարում էր, թե Սևրի դաշնակիր այսօր էլ արդիական է, հետո հայտարարեց, որ Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզն է։ Հիմա այս ընտրություններում մենք տեսանք, թե ինչպես մարդը, որը ժամանակին հայտարարում էր, թե ինքը ավելի շուտ իր ձեռքը կկտրի, քան ընտրություն կկեղծի, գետինը կմտնի, բայց ընտրություն չի կեղծի, արեց այն, ինչ այսօր շատերը ոգևորության ինչ-որ պահերի նույնիսկ անվանում են ժողովրդավարական ընտրություններ։ Ավելի լավ է հիշեցնենք նրա այդ տեսանյութը, որովհետև նրա այդ ելույթը, որովհետև դա այնտեղ նա նաև կանխատեսումներ է անում, թե ինչ կլինի, եթե հանկարծ իր վարկանիշը ընկնի։ Խնդրեմ։ Այսօր շատ հասկանալի կասկածներ են հնչում, ասում են, որ հիմա ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը վստահության մեծ ռեսուրս ունի, այսինքն ակնարկում են, որ հիմա նույնիսկ իշխանությունը կեղծելու կամ վարչական ռեսուրս օգտագործելու կարիք չունի, այլ ինչ կլինի, երբ որ այսպես ասած վարկանիշային թվերը փոխվեն եւ իշխանության վարկանիշը ցածր լինի։ Պատասխանը շատ պարզ է, երբ որ իշխանության վարկանիշը ցածր լինի, իշխանությունը այլևս չի լինի իշխանություն։ Եվ եկեք մոռանանք ընդհանրապես այդ թեման, որ Հայաստանում որևէ մեկը լցոնումներ է անելու, վարչական լծակներ է օգտագործելու ժողովրդից իշխանությունը խլելու համար։ Իշխանությունը անվերադարձ վերադարձվել է ժողովրդին։ Էլի եմ ասում, ոչ թե իմ քայլը դաշինքին, ոչ թե ինձ, ոչ թե քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այլ ժողովրդին։ Որտեղ այս քաղաքական process-ը եւ հեղափոխությունը իմաստ չի ունենա։ Պետք է ասում եք, ավելի լավ է գետինը մտնենք, եթե մենք հանկարծ մի ինչ-որ բայ բան անենք, ընտրությունները կեղծենք, լցոնումները անենք, կրիմինալին օգտագործենք, վարչական ռեսուրս օգտագործենք։ Փաստորեն մենք վարկանիշային անկումը տեսանք, թվանկարչությունը տեսանք, վարչական ռեսուրսի կիրառումը տեսանք, իսկ հա գետինը մտնելու մասին տեղեկություններ չկան։ Որում տեսեք, խնդիրն այն չի, որ հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածը համոզված է, որ ընտրությունները կեղծվել են, իսկ իշխանամետ հատվածը համոզված է, որ ընտրությունները արդար են եղել։ Ոչ, այդպես չէ իրականում, գրեթե բոլորը համոզված են, որ ընտրությունները կեղծվել են։ Այդ թվում նաև իշխանության համակիրները եւ նրանք, ովքեր ձայն են տվել նրանց։ Նույն իշխանությունները, ասենք նախարարները, պետական հիմնարկների աշխատողները, ղեկավարները, մարզպետները, համայնքապետերը, նրանք չգիտեն, որ ընտրությունները կեղծվել են, իհարկե գիտեն, չէ՞ որ իրենք են արել, իրենք են կիրառել այդ վարչական ռեսուրսը։ Այն մարդիկ, պետական հիմնարկների աշխատողներ, որոնց անուղղակիորեն կամ ակնարկներով նախազգուշացնում էին, հորդորում էին գնալ ձայն տալ իշխանություններին, հակառակ դեպքում հետևանքներ կլինեն, նրանք չգիտեն, նրանք իհարկե գիտեն, չէ՞ որ հենց անձամբ իրենց մաշկի վրա են զգացել դա։ Կամ այն ժամկետային զինծառայողները, որոնց շարքով տանում էին ընտրությունների,
եւ հրապարակավ տեսախցիկների արժեվ ասում էին հանկարծ մեզ պատվադից չանեք, նրանք էլ գիտեն, չէ՞ որ ընտրությունները կեղծվել են։ Այսինքն հասարակության համարյա 100% գիտի կեղծիքների մասին։ Հասարակությունը այստեղ երկու այլ մասի է բաժանված։ Ընդդիմադիր տրամադրություններով մարդիկ համարում են, որ վատ է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները։ Իսկ իշխանամետ հատվածը ասում է շատ էլ լավ է, որ ընտրությունները կեղծել են իշխանությունները։ Ասում են նրանց տեղն էր նրանց այդ ընդդիմադիրներին, հակառակը պետք է ընդհանրապես բանտերը լցնել եւ այլն։ Այսինքն այն, որ ընտրությունները կեղծիքները, զանգվածային կեղծիքներ են եղել, որևէ մեկի մոտ դա կասկած չի հարուցում։ Վերաբերմունքն է տարբեր։ Մի մասը ասում են լավ են արել կեղծել են, մի մասը ասում են վատ են արել կեղծել են։ Ինչու, որովհետև իշխանություններին հաջողվեց սա ներկայացնել ոչ թե ներքաղաքական պայքար տարբեր ուժերի միջև, այլ որպես պայքար թշնամու դեմ, իսկ թշնամու դեմ ինչ ժողովրդավարություն, ինչ նորմեր, բոլոր մեթոդները կիրառել են։ Հիմա ամեն դեպքում ինչու ընտրությունները այս արդյունքները գրանցեցին, փորձենք հասկանալ ընտրողների մոտիվացիան կամ առաջնահերթությունները, ի վերջո ինչով էին առաջնորդվում ընտրողները, 1.5 միլիոն համարյա 1.5 միլիոն մարդ, որն էր այդ մարդկանց առաջնահերթությունը, իհարկե տարբեր հատվածների առաջնահերթությունները տարբեր էին։ Օրինակ, արդյոք առաջնահերթություն էր մեր հաղթանակը, Արցախը, արժանապատվությունը։ Ոչ, արդյունքները ցույց տվեցին, որ դա բոլորովին առաջնահերթություն չէր, ընդհանրապես, որովհետև փաստացի այն քաղաքական ուժը, որի իշխանության օրոք մենք ծանր պարտություններ ենք կրել եւ կորցրել ենք Արցախը, ստացավ 200 անգամ ավելի շատ ձայն, քան այն քաղաքական ուժը, որի օրոք մենք պատերազմ էինք հաղթել եւ Արցախը պահել էինք հայկական։ 200 անգամ տարբերություն։ Ուրեմն դա առաջնահերթություն չէր։ Դա գուցե առաջնահերթություն էր, ասենք, ընդհանրապես բարեկեցիկ ապրելը, նորմալ ապրելը, պայմանական ասած կուշտ լինելը։ Նորմալ է, ցանկացած հասարակության մի շատ մեծ հատված միշտ այդպես է մտածում։ Դա նորմալ է, այդտեղ որևէ քննադատելու բան չկա։ Բայց եթե անգամ առաջնահերթությունը դա լիներ, այդ նույն մարդիկ հենց այդ նույն նկատառումներով պիտի ձայն չտային օրվա իշխանություններին։ Հասկանալի է, չէ՞ որ այս իշխանությունները տանելու են հայ-ռուսական հարաբերությունների սրմանընդհանուր միջև խզման, եւ դա հանգեցնելու է շատ ծանր սոցիալ-տնտեսական հետևանքների առնվազն մի քանի տարի։ Այսինքն, եթե մարդը մտածում էր ստամոքսով կամ բարեկեցությամբ, հենց այդ նկատառումներից ելնելով պիտի ձայն չտար այդ իշխանություններին, բայց ձայն տվեց։ Հետեւաբար դա նույնպես կարծես թե առաջնահերթություն չէ։ Մնում է երրորդ տարբերակը, որ պարզապես իշխանությունները կարողացան հասարակությանը վախեցնել պատերազմով, պարզ ասեցին, եթե մենք չլինենք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ է սկսվելու եւ դա ազդեց։ Այսինքն մենք այս արդյունքները ունեցանք վախի ազդեցության տակ։ Եվ եթե Հայաստանը հիմա ինչ-որ քաղաքական պրոցեսներ պիտի գեներացվեն, նրանք միջև այդ պիտի արվեն, պիտի կարողանային մարդկանց համոզել, հիմնավորել, որ չէ, այդ ընտրությունների արդյունքները որևէ կերպ խաղաղություն չեն երաշխանում, ինչև է չկարողացան, հիմա ընտրություններից հետո մինչև սեպտեմբեր քիչ ժամանակ է մնացել, հիմա Նիկոլ Փաշինյանը պիտի փորձի ինչ-որ, չգիտեմ, վերահաշվարկներով, ինչ-որ բանով ստանալ կամ պահպանել 60% կամ 2/3 խորհրդարանի եւ նորից այդ նույն վախն է աշխատելու եւ ասելու, տեսեք, հարցը ԲՀԿ-ն չի, փաստորեն չի ստացվում։ Եթե ԲՀԿ-ն չմտնի խորհրդարան, մենք խաղաղություն ենք ունել, եթե ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, սեպտեմբերին ունենալու ենք պատերազմ։ Հիմա այս տրամաբանությամբ հիմա պիտի բոլորը գնային, բողոքեին եւ պահանջեին կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որ հանուն խաղաղության հանկարծ այնպես չանեք, որ ԲՀԿ-ն հայտնի խորհրդարան։ Այս ամենը որևէ կապ չունի ընդհանրապես ժողովրդավարության հետ։
Ինչու եմ ասում, ես ինչու սկսեցի նրանից, որ մի մասը համարում է, որ լավ են արել, որ կեղծել են ընտրությունները, մյուս մասը համարում է, որ վատ են արել։ Եթե նորմալ հասարակության մեջ ինչ տեղի կունենար։ Բոլոր այն մարդիկ, ովքեր համարում են, որ ընտրակեղծիքները վատ բան են, անկախ նրանից այդ ընտրակեղծիքները իրականացվել են իրենց համակրած ուժի օգտին, թե ուժի դեմ, դրանք բոլորը միասին պիտի համախմբվեին, ՔՊ-ի կողմնակիցները, չգիտեմ, Ուժեղ Հայաստանի կողմնակիցները, նրանք, ովքեր համոզված են, որ ընտրակեղծիքը վատ բան, միասին պիտի կողքի հավաքվեն, պայքարեն ընտրակեղծիքների դեմ, անկախ նրանից, թե ում օգտին է արել։ Եթե հասարակության մեջ գիտակցության այդ մակարդակը լինի, Հայաստանում ինչ-որ բան կփոխվի եւ որևէ իշխանություն չի համարձակվի ընտրակեղծիք անել։ Քանի դեռ դա չկա, բնականաբար այսօր այս իշխանությունը կարողացավ ընտրակեղծիք անել, ընտրակեղծիք արեց, իր կողմնակիցները ծափահարում են, ասում են հասնում էր դրանց։ Եթե մրցակիցները կարողանային ընտրակեղծիք անել, իրենք էին անելու այդ ընտրակեղծիքները եւ իրենց կողմնակիցներն էին ասելու հասնում է դրանց։ Սա ոչ ժողովրդավարության հետ կապ ունի, ոչ էլ Հայաստանը տանում է դեպի լավ տեղ։ Հայաստանը, եթե այսքանից հետո մենք կարողանանք տևական ժամանակ փաստացին իշխանություն ունենալ, սա մեզ տանելու է լավագույն դեպքում ավտորիտար ռեժիմի, անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Ինչևէ, այսօր այսքանը։